Կոմիտասի թանգարան ինստիտուտում բացվեց Փարիզյան հանդիպումներ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Կոմիտաս վարդապետի մտերիմ ընկերոջ, դաշնակահար, երգչուհի, երաժշտագետ, ուսուցչուհի Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին, ով Եվրոպային ներկայացրեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացվեցին շուրջ 150 արխիվային փաստաթուղթ եւ լուսանկար։ Գրականության եւ արվեստի թանգարանից 4 կտավ, Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր եւ լուսանկարներ Կոմիտասի թանգարանի ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտասի եւ Մարգարիտ Բաբայանի անձնական նամակագրությանը։ Դրանից պարզ է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ էին, համախոհներ ու դաշնակիցներ։ Փարիզյան հանդիպումներ ցուցադրությանը աջակցել են Արչին բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Veolia ջուրընկերությունը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանը։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի հետ մեր համագործակցությունը սկսել է դեռևս 2019 թվականին վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումներով Կոմիտաս 150 փառատոնով։ Հետագայում նաև աջակցել ենք վարդապետի ստեղծագործությունների հրատարակություններին, համերգներին, ինչպես նաև Կոմիտասի աշխատասենյակ նախագծին, որը իրականում VR նախագիծ է եռաչափ մոդելավորմամբ իրականացված։ Մինչ օրս ավանդույթ դարձած Արչին բանկի հետ մենք համագործակցում ենք եւ կարող եմ ասել նաև օրինակ ծառայելով իմ ցանկությունն է այլ կազմակերպությունների եւ մշակութային երկխոսության, որոնք պրոֆիլային ոչ արվեստին կամ ոչ մշակույթի ոլորտից են, բայց աջակցություն են ցուցաբերում եւ դրանով խթանում մշակութային կրթության շարունակությունը սերնդե սերունդ։ Բացման օրը մի խումբ մտավորականներ եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտի աշխատակիցներ ծաղիկներ դրեցին վարդապետի շիրիմին եւ մասնակցեցին հոգեհանգստի հանդիսավոր արարողությանը։ Քնարիկ Պետրոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։